Ինչ է եղել Տիկին Աննայի հետ։ Քանի որ արգելված է եղել Գոմլակի մարդկաց մուտքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու հրամանատարական կետից։ Իջել եմ, տեսել եմ նստած է Տիկին Աննան էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները եւ կողքը կայնած է բաբային Սամոն։ Բարևել եմ նստել սեղանի շուրջ, որտեղ այնտեղ ընդհանուրեն մեկ դիտարժան մարդ, բոլորը շատ երկար ժամանակ լուսաբանում ենք, դա հակառակորդի մուտքն էր դեպի մատաղից, երբ որ մեր զորքերը ջախջախում էին եւ բավականին էֆեկտիվ են ջախջախել։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնում, որևէ հարցի չէր միջամտություններ չէր տալիս, դիտարկում էր ընդհանրապես ինչ է կատարում մարտի դաշտում։ Եվ որ դա ավարտվեց, ես մոտիկացա, խնդրեցի Տիկին Աննան, ասի Տիկին Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր։ Նպատակահարմար է, որ դուք գնաք, որտեղ տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, կաշկանդում են ձեզնից։ Ասես լավ։ Մի 20 րոպե նստած գնաց։ 4 ժամից հետո ինձ կանցեցին Երևան։ Եկա պաշտպանության նախարարի մոտ շատ մեծ ակնկալիքով, որ պիտի հետ դառնամ նորից մի դրվագ պատմի, որպեսզի ամբողջական լինի։ Ասիկս պատմել եմ, որ ամսի 30-ին ես եկել եմ վարչապետին զեկուցելու, չի ընդունելից ես հետ եմ վերադարձել։ Ասա երևի արդեն հասկացել եմ, որ պիտի իրավիճակը հասկանան ինչ է։ Ուրախ, չգիտեմ, ոգևորված 4 ժամ հասնում եմ Երևան պաշտպանության նախարարի մոտ։ Բարև, գիտեմ թե որ հարց կտա ինչ է իրավիճակը այնտեղ։ Ինձ հրամայել են, որպեսզի դուք այլևս չգնաք այնտեղ։ Չէ, դուք այլևս չպիտի գնաք այնտեղ։ Դրա համար չեք պարտվել։ Ոչ դրա համար, դաղավորը կապ չունի։ Ասում եմ պատճառիչն է, ասում եմ չգիտեմ։ Ով ասել վարչապետը։ Ասում դու մի հարցուր, ինչի համար եք ինձ հանում այնտեղից։ Ես վերեմ կեմ, ասում արգելել է ձեզ դե գնալ։ Ասում պատճառը հիմնավորեցեք, դե չէ, այսպես չի ստացվել։ Ես կավարտեմ հետ։ Ես ուղղակի իմ հեռախոսի մեջ մի կա, եթե որը մեկը կարիք ունի դա ուզում աճշտի, վարչապետի հեռախոսի համարի մոտ կա։ Կարամ ցանկացողներին ցույց տամ, ինչ եմ գրել իրեն վրա։ Ես նայում եմ, Երեխեք ջան, հաստատ գրած է համարնա Սա իմ նամակագրությունն է։ Անձնական նամակագրությունը, ինչը նպատակահարմար է գտնում, այդ կարդացեք, ինչը ոչ, որը նպատակ է։ Չեմ կարողանում մնալ այստեղ, ուղարկեք ինձ Արցախ, սիրտս պայթում է։ Անպատասխան է մնացել։ Չի էլ բացել։ Ինչ որը ես զանգում եմ Մարայք Հարությունյանին, ասում ես ինձ կանչում եմ ստա հաջորդ օրը վարչապետը գնում անդը։ Ասում վարչապետը ձեր մոտ, ասա իմ դրած նամակս կարդա։